Կարծում ենք, որ արդարությունը կգտնվի ու րոպեար շուտ կբացվի զավոդը։ Սենց թե չանելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Ես այսօր արդեն ամսի քանիսն է 17-ն է կոմունալների ժամանակը կա, որտեղ կոմունալ ենք ասում։ Վարկերը միանից, վարձերը միանից։ Ես մեկը հաշմանդամ մայր ունեմ ու մնացածներն էլ ամեն մեկը իր հոգսն ու ցավը ունի։ Այսօր արդեն մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, մեր հարցերը կարգավորենք, բայց մինչև հիմա կոտրած տասրակի առաջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մի լուծում տա էլ էս հարցի շուրջ։ Իմանանք փակվում է, արդեն ուրիշ բաներ անենք, ուրիշ տեղ գործ մանգանք։ Չի փակվում, ուրեմն թող նա օր ասեն, խոսքի հետ օրով իմանանք, որ այդ օրով գոնե բացում է, մենք էլ, չգիտեմ, կարողանանք արդեն մեր հարցերը կարգավորենք։ Հիմա աշխատավարձը մենք մեր ուրից ուզենք, մեր ղեկավարությանը ասում ենք, մեր ղեկավարն էլ անորոշ վիճակի մեջ է, չգիտի մեզ ինչ պատասխանի, որովհետև այդ մարդն էլ չգիտի ինքը ինչ անի։ Սենց անելանելի վիճակ է, չգիտենք։ Աստված ջան, եթե փակվի, ոնց դուք ասեցիք, պատրաստում եք այլ գործ գտնենք, թե պայքարել, որպեսզի ձեր աշխատավայրը ներկայացնել էլ որ պայքարում։ Դե հələ որ պայքարում ենք, որ գոնե արդարություն լինի, որովհետև մի 6 տարի ես եմ ստե աշխատում, լիքը մարդիկ արդեն 20 տարուց ավելի ստե աշխատում են ու բոլորի համար է ոչ միայն աշխատանքը, ամեն սրտացավանք է, այդքան ստե համագ ունեն, այդքան ստե ստեղծած ունեն, այդքան տանջվել են մի բան ստեղծել են, էլի, դա մի օրում չի կարա էլի գնակորի։ Այ Հիսուս Քրիստոսի հարցանա պետք է կառուցեն, մարդը բարեգործություն անում, դա փորձում անի, բայց դա էլ մեզնից կախված է, որտեղ մեր գործանից այդ քարերը գնում։ Բայց այն որ խոսքի կարար մեր երկիրը ծաղկի թե զբոսաշրջության թե туриզմի առումով, դա էլ է կանգնած։ Բոլորը այսինքն ցեպոշկով ոնց որ հերթականությամբ գնում է։ Արդեն քանի օր է գնում գալիս եք։ Արդեն 10 օրից ավել է գնում գալիս ենք ու չգիտենք հələ ինչքան կգնանք գանք ու արդեն չգիտենք, էլ չեն կարող ապրենք։ Այսքան ժողովուրդը միշտ լծված է, չգիտեմ որ արդեն չգիտի ինչ անեն։ Հիպոթեկով տուն են վերցնում, մեկը նորացին երեխա ունի, մեկը չգիտեմ 1000 մի հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով եմ ննում։ Որ վարձակալին է հասած, չգիտեմ, թազատեր գործ կճարեմ, մի ամսից, երկու ամսից նոր կարողանամ վարձը տամ, կասի հա հարց չկա։ Բոլորն այդ նույն բանին կհանեն մարդկանց տնից, այդ մարդիկ բա ինչ անեն։ Անելանելի վիճակ է, հարցին լուծում է, չէ՞ պետք տալ։ Կխնդրենք ղեկավարությանը երկրի այս հարցին լուծում տա, մենք ոչ մի բան չենք հակականացնում, ուզում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով լինի։ Ոչ ուզում ենք անօրինություններ անենք, ոչ էլ ինչ որ չգիտեմ վունտեր ենք անում կամ չգիտեմ ճանապարհներ ենք փակում կամ ինչ որ բան։ Խաղ ճանապարհով փորձում ենք այս ամեն ինչին գոնե լուծում տանք, էլի, չգիտեմ ոնց կլինի։ Գոնե օրինակ չեն արձագանքել։ Թե որտեղ ուրեմն արդարություն չկա, որ չեն արձագանքել։ Այսքան մարդը ստե գալիս են ամեն օր այն հույսով, որ կարող է իրանց աշխատատեղը բացվի, ու լավ մինչև հիմա չի բացվել։ Չգիտենք ինչ անենք, իրոք չգիտենք ինչ անենք։ Այսօր արդեն ամսի 17-ն է, այս ամսի 20-ին ավտոմատ կերպով հոսանքները անջատվում են։ Լմնացած բաները չեմ ասում, այն վարկեր, մարկերը։ Այդ մարդիկ էլ հետո ընկնելու են Հարկադիր Էսյանյանին, էլի պետությունը պահանջելու է, որ այդ Հարկադիրը փակվի, ոնց են փակելու։ Սա չի լինի, էլի այս հարցին պետք է լուծում տվեցվի։ Ոչ տունտունի կա, ոչ էլ բոլորն էս թե հասուն մարդիկ են, ընտանիքներ ունեն, երեխեք ունեն։ Այ ոնց էս հարցին լուծում տան։ Այ դուք ասացիք, որ արդեն այդպիսի օրինակներ կան, որ զանգել են ասում, թե վարձը չտա։ Ճիշտ եմ ասում։ Վարձով ավրող մարդիկ են կեսի շատը, զանգել են ասում են եթե վարձը չփոխանցիր, կարաս արդեն տունը ազատես, ես ուրիշ մարդ բերեմ արդեն նստի։ Եմ մարդուն ինչքան բացատրես, 11-րդ օրնա գնեմ գարցեք, ու փագած է զավոդը։ Ինքը չի տեղավորվում, ասում են ինձ էդի կապ չունի, ասում ձեր հիմնարկը խոսքի փագած է, ես էլ այդ գումարը ծախսում եմ ուրիշ բանի վրա, պետք է վարձը տաս, եթե չես տալի տունը ազատի։ Դե ինչքան դες խոսքի ասես։ 15 տարից դա աշխատում եմ, ասես բան չի ելը խոսքի։ Գալիս է ինչ օրը, որ արդեն հիմնարկը փակում եմ, ոչ մի բան չենք ուզում։ Դու հիմնարկը բաց է, մենք էլ գանք մաքուր ակուրատ աշխատենք, մեր գումարը ստանանք, մարդկանց հարցերին կարողանանք լուծենք։ Ոչ մի վարձական ներկայապայեն դեռ խոսում, բայց հեռախոսին զանգա գալի, մի չես կարա մարդուն խոսքի անտեսը զանգում ես, ասում խոսքի գումարը պետք է փոխանցվի։ Մենք էլ էստա հարցեր ունենք լուծելու։ Ումից ուզես այդ գումարը։ Այսօր ոչ մի վարձական, ոչ մի պարտքատեր մեղավոր չի, որ մեր գործանը փակվել է, մենք է մեղավոր չենք, բայց դա մարդկանց են որ ասում է հերթականությամբ, ցես մի հատ ցեփ է։ Մեզնից է այդ մարդկանց հարցերն է կախված, բայց դա մենք է պետք է աշխատենք, չէ՞ որ այդ մարդկանց հարցերն է լուծում, մեր հարցերն է լուծվի, առաջնայինը մեր հարցերը։ Հիմա չգիտենք ինչ անենք, այս աշխատավարձի հարցերով օթից կախված է։ Հիմա պահանջում եք գոնեսանսվա աշխատավարձ։ Գոնեսանսվա աշխատավարձը, գոնե աշխատի, մեր աշխատավարձերը փոխանցեն Կարանանք չգիտեմ, աշխատենք ապրենք, ինչ պարտադիր պետք է եթանք, չգիտեմ, անօրինական քայլերի, եթանք գողություն անենք կամ ինչ որ բան անենք մեր տոնը պահենք։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում տենց է, սոված մարդը ամեն ինչի էլ պատրաստ է, ամեն ինչի։ Այսօր մեզնից բռնցած լրագրողներով ու յուրաքանչյուր կառույցներով որպես ֆիզիկական յուրաքանչյուր մարդ էլ որ սոված մնաց ամեն ինչի պատրաստ է։
Ուղղակի չենք ուզում էլ են որ ասում անօրինական քայլերի գնանք։ Էդի մի վարքյան բա բանը։ Մի հատ հելենք ստե փողոց փագենք, մի քիչ բունտ անենք, չգիտեմ, ինչ որ մարդկանց խանգարենք, արդեն էդի անօրինականությունա չենք ուզում տենց բաներ անենք։ Խի մեր ձենը չի հասնում, էլի չի հասնում երկրի ղեկավարությանը։ Այսքան մարդ ինչ անեն։ Իրոք չգիտենք ինչ անենք։ Կոնկրետ մի հատ պատասխան չկա, մեր հարցերին պատասխան չկա։ Այս արդեն 10 օրից ավելա գնում գալիս ենք, այս մարդիկ սա հույս ունեն, որ գոնե մի օր շուտ այս հարցերը լուծվելու ոչ մի հարց չի լուծվում։ Ինչքան սենց։ Պատրաստվում եք դեմ արդեն հանդիպում պահանջել վարչապետին։ Այո, պահանջում ենք, այո։ Այո, պահանջում ենք։ Այո, պահանջում ենք։ Խնդրենք երկրի ղեկավարությանը մեզ մի հատ մեր ձայնը լսի։ Մի հատ հասկանա, մեր իրավիճակի մեջ մտնի։ Ինչքան սենց։ Թեկուզ եթե կապարակնքում են, թող գոնե որպես պետությունը իր կողմից մեզի փոխհատուցեր այս վիճակի համար։ Հիմա մենք ումից փոխհատուցում պահանջենք։ Գործարանը փագա, տնօրինությունը, վերադասությունը չգիտեն ինչ ասեն։ Իրանք էլ անորոշ վիճակի մեջ են։ Հայաստանի Հանրապետության սահմաններում չեմ կարծում, որ նման բան կարա լինի, բայց հույս ունենք գոնե ես իմ մեջ այդ հույսը պահում եմ, որ արդարություն կարա լինի, րոպե արշուտ, որեցի բացվավ, հաստատ այդ պետության բյուջեն չեն կպնի, էլի, պետությունը չի փոխհատուցի։ Մեր գործարանի, մեր վերադասությունը հաստատ անենց կանի, որ յուրաքանչյուր աշխատողի համար ըստ լիքը լավ կլինի։ Այսքան ժամանակ է միշտ աշխատավարձերը մի բան է շուտ փոխանցվելը։ Շատ գոհ եմ, ես այս զավոդից, թե վերադասությունից, թե պարոն Ծառուկյանից շատ գոհ եմ, որ այսքան վաղ տենց մի հատ խնդիր չի եղել, որ չգիտեմ, աշխատավարձից նեղվի, այսօր յուրաքանչյուրն է աշխատում են աշխատավարձի համար ու այն բանի համար, որ լավ մթնոլորտ է, ամեն ինչը շատ հիանալի կերպով է կազմակերպվում, բայց հիմա չգիտենք ինչ վիճակը։ Անորոշ, անհասկանալի վիճակ է, որը պետքա լուծում տվեցվի, այդքան բան։ Ժողովուրդ ջան, միայն ձեր զավոդը չի, հա, որ փակված է։ Հիմա շատ այդպես փակված զավոդներ կան ու շատ մինչև 10,000 ու ավելի աշխատակիցներ խնդրի առաջ։ 10,000 լսել ենք, որ 15,000 աշխատողներ հիմա աշխատանք չունեն։ Իրենք ընտանիքներ են Պահում, բոլորն էլ ընտանիքներ են պահում, բոլորն էլ հարցեր ունեն լուծելու, բայց հիմա ոչի բանը չեն կարող անել։ Մենք 70-80 հոգի աշխատող ենք, հələ տեսեք հազարավոր մարդիկ, հազարավոր ընտանիքներ են, այդ մարդիկ ինչ են անելու։ 11 օր գալիս ենք, այդում ենք, ոչ մի բան չկա, ամեն օր հույսով, որ զավոդը մի օր կբացվի, բայց ոչ մի բան չկա։ Բայց այդտեղում հետաքրքիր է, ես աշխատում, թե չեմ աշխատում, ինքը շատ փոքր է։ Հիմա ասենք ով է կարող այդ հարցին պատասխանել, մեր աշխատավարձը ով է տալի, ով է ապահովում։ Այդ հարցերը ով է զբաղվում, թող գան, հաշվապահությունը բացեն, մեր տնօրենը մեզի փոխհատուցի։ Մենք վստահ ենք, որ մեր տնօրենն հենց կանի, որ սաղից համար լավ է լինի։ Մենք իրանցից ոչ մի բան չենք ուզում։ Մենք մեր հալար քարտինքն ենք ուզում։ Ձեր բազում հարցերին ինչ որ մեկը պատասխանում։ Ոչ մեկը չի պատասխանում։ Ինչու չեն թողնում, որ Չեմ անում, բանն մանգալի, բայց ոչ մի բան չեն ճարում։ Մաքուր է զավոդ։ Ստուգումներ է, բայց միշտ է ստուգումները որել էլա, զավոդը չեն կանգնացել, չեն փակել 10-11 օրը որ ստուգում։ Միշտ էլ եկե գնա ստուգումները էլա, շատ է։ Մինչև գործարանի կապարակնքվելը ստուգումներ գնացել է Պեկի կողմից եկեն, մտել են Պեկի աշխատողներն են եղել, ԱԱԾ-ի աշխատողներ եղել, ոստիկանության աշխատողներ եղել, ստուգումները գնացել է, եթե ինչ որ խնդիր կար, կարային հենց այդ նույն րոպեին կամ հաջորդ օրը կանխեն գործանի աշխատանքը։ Բայց ոչ մի խնդիր չի եղել։ փորձել եք մնացած կապարակնքված ընկերությունների աշխատակիցների հետ միավորվել, ինչ որ ակցիաներ անել, գուցե այդպես ավելի լսելի լինի ձեր։ Ճիշտ ասած, հələ ոչ մեկ էլ ոչի բան չենք խոսում։ Կարծում ենք, որ մենք գոնե մեր աշխատողներով, մեր կոլեկտիվով գոնե մեր ձայնը կլսեն, բայց այսօր բոլորս էլ մուլտի գրուպում ենք աշխատում, ընդհանուր մի գործընկերություն է, որը ասենք տարբեր աշխատատեղեր ունի ու հազարավոր աշխատողներ ունի։ Ու այս հազարավոր աշխատողները սպասում են իրենց աշխատավարձին, սպասում են իրենց աշխատանքին։ Ասացիք ստուգումներ են եղել, երբ են եղել։ Գործանը փակելուց մոտավորապես մի 10 օր առաջ։ Մոտավորապես։ Ոչ մի բան չկար։ Իմ կարծիքով պետության կողմից եթե ինչ որ իրավախ խախտում, ինչ որ բան լիներ, նույն րոպեին պետք է կասեցվի իր աշխատանքը գործարանի։ Այդ դեպքում ինչու փոխվեցին դες։ Քաղաքականացնում են։ Մենք է քաղաքականության հետ կապ չունենք։ Ընդհանրապես կապ չունենք, ոչ պրովոկացիաների մեջ ենք մտնում, ոչ էլ մանիպուլյացիաների մեջ։ Կապ չունենք քաղաքականության հետ։ Մենք հասարակ աշխատողներ ենք ստե բոլորս։ Մեզ քաղաքականությունը ընդհանրապես չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է մեր աշխատանքը։ Զավոդը բայց աշխատի էլի։ Կարան չէ։ Ոնց որ միշտ էլա, Դա հելեր է 23 տարի ես ստե աշխատում եմ, ամեն անգամ էլ եկել են, երևի 2 տարի, 3 տարին մեկ եկել են, ստուգել են, բայց մենք ոչ մի անգամ չենք իմացել, որ եկել են կամ գնացել։
Այս անգամ տարբերվող է նրանով, որ բոլորը հասանելի դարձավ։ Հա, այս անգամ իմացանք էլի ինչ որ ստուգումներ կա։ Բայց մնացած անգամները մենք չենք իմացել։ Իմի մեր պահանջը, մեր խնդրանքը կան մեր գործանը բացեն, մենք աշխատենք։ Այդքան բան։ Ես ուզում եի ձեզ հետ խոսել, որպես ամենաքիչ կանանցից մեկով, որ աշխատում եք այստեղ։ Ինչ կասեք ես ամեն ինչ։ Ես խնդրանքով դիմում եմ պարոն Փաշինյանին եւ կառավարությանը, որ մեր այդ հարցին լուծում տա։ 23 տարի աշխատում ենք ես այս հիմնարկում։ Մեր եկամտի միակ աղբյուրը այս հիմնարկից է։ Ուստի խնդրում եմ թող շուտ բացենք, աշխատենք, ի վիճակի չենք, չէ՞ որ մեր եկամտի միակ աղբյուրն է։ 100 մի ցավ ունենք, 100 մի դարդ ունենք, այդ ֆինանսը, այդ եկամտով ենք մենք կարում մեր ընտանիքը ապահովենք։ Խնդրում ենք պարոն Փաշինյանի եւ կառավարությանից հարցին լուծում տա։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարաս, անընդհատ գալիս ենք։ Ես առաջի դեպքն է, որ այս 23 տարվա մեջ այս դեպքը լինում է։ Կներեք, ուրիշ էլ ինչ կարամ ասել, ցավը տանը։ Ձեր եկամտի միակ աղբյուրն է միշտ Հա, եք ապրել, միշտ սրանով է 23 տարի։ Մեր շեֆերը միշտ ժամանակին աշխատավարձերը տվել են, մեր բանվորներից նկատմամբ հարգալից են եղել։ Ուղղակի պարոն Փաշինյան, եթե հնարավոր է, եթե լսում եք, խնդրում ենք ուղղակի բացեք մեր գործարանը, որ կարանք մենք ապրենք, մենք մտնենք հունի մեջ, չգիտեմ ինչ ասեմ։ դուք ես որպես ինչ եք աշխատում։ Հավաքարար։ Հավաքարար եմ աշխատում, բայց միշտ հարգանքով են վերաբերվել շեֆերը մեզ հետ, շատ լավ է եղել։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Աշխատավարձերի ժամանակին ստացել ենք։ Ուղղակի պարոն Փաշինյանը թող վերանայի այս հարցը լուծում տա։ Այդքան մի բան եմ խնդրում, ուրիշ ոչ մի բան